Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Եկեք միասնապար շարունակենք սերդել Սուրբ Գրիգոր Նարեգացի Մադյան ողբերգության աղոթագիրքը։ Այսօր պիտի սերդենք 51-րդ գլխու 4-րդ մասը։ Նախ ընթերցեմ գրապար բնակիրը եւ ապա թարգմանեմ ու բացատրեմ։ Փան ձա այբ Թամաս իխորոց սրդից խոսք ընթաստուծո Զի եթե ինախնումն դգար գերբարանն զայս ավետիս եւ վստահություն ընկոքիալ ուներ գործանման մահու նախաժաման մեծ ավետակիր եւ գյանս երկնագրոնս վերնագենցաղս միշտ անջարելիս եւ այն չնչական քիրն եւ հեղանակավոր օրինակն եւ բաշտոնն թադաբարդիչ վհադության հանցավորածն եւ խափանելի գդագն երկրային եւ դգար հաշտարարություն միջնորդածն եւ թերություն փանից մաղթողածն որ զիթե Մանասեի փրկությունն խոստովանելի է անդուստ վգայալ հետ այնքանյաց մեղանած ամբժշկականած որ արյամփն արտարոց ելից ըզնվիրյալն մեծի թակավորին հրաշանուն քաղաք հայրենի ըստ մարգարեակիր անսուտ բատմությանն որ եւս մեծնիսկ դեսանուղած բազմերախտիս ցերնարգության խնամողորեն պաշտպանության նախնագերտ հարգին դեշչության մանկավարժինքյան եւ նախնի մեքենայիվ մահու սղոցիած ի հերգուս մասունս խզյալ թժնթակ դանչանոք մաշյած իբր խորհրդով ապստամբության ըզ հուսույն բրգանակ գդրյալ արվորովս չար հավելվածն մոլեկնական սկրիական վերնամարդությունն իբարցիալն հանդգնություն քանզի ոչ բադգարյաց երբեք զստեղծողին բադիվ եւ զանուն յուրապնակ խորանեն մերժել հալածյալ զաստուծո հոգին փելիարա զանցն տավանյաց քանզի ըզնույն դաջար դիրական խնգարգության հաստողին սահման հրճագավորն երկրի դեսարան սարսափելի ազանց սրբարան ուր դեսիլ քրեշտագագանք եւ աստվածային հրամանք հաղթողագանք լուսավորապես հայտնությամբ աստիալ երևեին զայն վայր երկնանման ահավոր ըսկանչելադես քևանա ումեմն քարաթիմագի նախանցարգու բադգերի ավերածույն անաբադի բաշտունադեղ քարշելի եւ թիվաջենջեր զոհարան բադրաստյալ գազմյաց զրգյալ զարքային երկնավոր ի հարկայականն գայից զամենահարուստն ունայն իստացվածոց յուրոց ըզդանուդերն անհանգիստ եւ թափարական դադանյալ փեղզեփուղա ցեղուն նգարյալ եւ զանունն ահեղ վդարանթի արարյալ քերի դարյալ զավանդ քովելույն ողբալի զողորմածին մասն նվազեցուցյալ աղվեսում փոքու աբարանք ըսրահն լուսո գարկյալ եւ բնավից ունողին եւ ոչ գլխույն դաղավար յուրայոցն եթյալ հադյալը սանք հզորին փախտից հմայից ըսեղանն մեծախորուրդ արյանը սրսկման երևեցուցյալ լայնյալ հետս փազումս ընտացելոց իքայտակություն հովիվ գորստյան հոդին սադակման մոլորության փուրն վարտաբեդ եւ այն գիտությամբ գրոնիցն օրինած հայր ունելով ըզմեծն եզեգյա ըզնամանագիցն թավտի սիրելներ ըստիկ վերակաղմը ընեմ որբեսի վերիշեք թե այս գլուխը երբ սկսավ Սուրբ Նարեգացին սա որու թիմ եմ դեր մարտոց թիմ եմ մարտիգալ դգարեն եւ օգնության չեն գրնար հասնել չեն գրնար ողորմել ինձի ոչ հորս կրնամ թիմել որ արդեն զերացած է հազիվ իր գարիկները գրնահոգալ ոչ եղբորս որ ինքն ալ գարիկ ունի օգնության ոչ մորս որ արդեն այս կյանքեն բացակայած է հետեւաբար միայն քեզի գտիմ եմ ողորմած Աստված միայն թուն գրնաս ողորմել ինձի միայն թուն եւ դեսանք նաեւ սիրելներ որ Սուրբ Նարեգացին գսե որ դեր նույնիսկ եթե ես փախչիմ թուն յետևես կվազես թուն գուքաս զիս բրգելու որովհետեւ թուն կյանք տվող Աստված ես եւ Սուրբ Նարեգացին դեսանք անցնող շաբաթ երրորդ հատվածի մեջ թե ինչպես 100-րդ սաղմոսն էր որ կբացադրեր օրտնե դերը ով իմանցս եւ անոր բոլոր բարիկները մի մորնար որովհետեւ ան է որ քու մեղքերդ կքավե ան է որ գպժշկե քու հիվանդություններդ եւ
Ցույց տվավ թե ինչպես Դավիթի գրած Սաղմոսը եւ ընդհանրապես Սաղմոսները մարդու հոգի համար մեծ կարևորություն ունին եւ իսկապես որ գոկտեն մարդու հոգին, որ մարդը կարողանա հոգեվորապես բժշկվել։ Եվ հիմա այս 4-րդ հատվածի մեջ սիրելներ Սուրբ Նարեկացին ցույց պիտի տա, որ հին օրենքները նախաշուքն էին Քրիստոսի եւ Սամոսներում մեջ գրվածները ուրիշ բան չէին, եթե ոչ նախավեդիսմը, սկիզբեն դրված ավեդիսմը, որ մարդ Քրիստոսով մեղքերու թողություն պիտի ստանար։ Այնինչ որ օրենքները գործեին անել, Քրիստոս ինքը օրենքի գադարումն էր եւ շնորհքն էր, որ բերավ Քրիստոս եւ շնորհքով մարդոց թողություն տվավ։ Եվ այս հատվածի մեջ պիտի տեսնենք, որ Սուրբ Նարեկացին պիտի խոսի Մանասե թագավորի մասին, թե ով եղած է Մանասե թագավոր, եկեք սիրելներ լսենք։ Դուք ամենքը տալ ցանոթ եք մեծ բահոց օրերուն Մանասե թագավորին աղոթք, ապաշխարության աղոթքը գարտացվի։ Աստված Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի ամենագալ դերներին մեղքերս, այդ աղոթքը, որ մշտապես կգարտացվի արևակալի ժամերկության ընթացքին, մենք այդպես գիտենք, ուրեմն Մանասե թագավորը, բայց իրականության մեջ Մանասե թագավորը շատ վատ թագավոր եղած է նախապես, հետո է որ ապաշխարած է եւ Աստված ապաշխարությունը ընդունած է։ Եկեք սկսենք սերդողության սիրելներ, հատվածը թարգմանեմ այս 4-րդ ուրեմն մասեն եւ բացատրեմ։ Նարեկացին գսե. հին օրենքը, որ դգար օրինակներ նորին, իր մեջ կընդգրկեր այս ավետիսն ու վստահությունը իբր մահվան գործանվելուն նախակարոզ մեծ ավետակիր եւ քրավագանը երկնագրոն վերագենցաղ եւ վերնագենցաղ եւ հավետ անջար կյանքին եւ սակայն իբրև քիր չնչվելու էր անիգա եւ օրինակը փոփոխելի եւ անոր ճշտոններ հանցավորները վհատության տադաբարդել անիգա եգրային խափանելի գդակ էր եւ հաշտարարության դգար միջնորդը եւ անով աղոթողներու խոսքերը թերի էին։ Սուրբ Նարեկացին սիրելներ այս հատվածի մեջ կբացատրե թե հրեական հին օրենքը դգար աղոթ օրինակներ նոր օրենքին, որ Քրիստոսով պիտի դրվեր եւ այս հին օրենքը սակայն իր մեջ գնդկրգեր գբարունագեր ինչ մեղքերու թողության հույսը նաեւ այլ բարիկներ ինչպես նաեւ այն ավետիսն ու վստահությունը թե մահը օրը պիտի գործանվեր սակայն երբ էր այդ օրը եւ դեր Հիսուս Քրիստոս աշխարհ կար եւ Հիսուս ինք իր մահովը պիտի գործաներ մահը եւ իր հարությամբ մեզի ցանկ պիտի շնորհեր հին օրենքը սկիզբեն նախաշավիղ այսինքն նախակարոզ եղավ այս մեծ ավետիսին սկիզբեն խոսեցավ մեզի այրտեն հին օրենքը այս մեծ ավետիսի մասին այս բարի լուրին մասին որ պիտի իրագործեր Հիսուս Քրիստոս խաչին վրա իր սուրբ արյունը տապելով եւ մեզի մեղքերու թողություն շնորհելով Քրիստոսով մարդկության պիտի դրվեր սիրելներ երկնային երկնավոր երկնագրոն վերնագենցաղ ու անջարելի ցանկ մենք այլևս Քրիստոսով ոչ թե երկրաքաղաքացիներ պիտի լայնք այլ երկնակաղաքացիներ որովհետև մեր սիրելներ հավիտենական հայրենիքը երկինքն է վերն է թեև իբրև քիր իբրև քրավոր օրենք այս հին օրենքը այդ հին օրենքը ենթակա էր չնչվելու ենթակա էր փոփոխվելու օրենքին ճշտոններ հանցավորները վհատության տադաբարդել անիգա եգրային խափանելի գդակ էր եւ հաշտարարության դգար միջնորդը եւ անով աղոթողներու խոսքերը թերի էին որովհետեւ սիրներ հին օրենքին մեջ ամեն ինչ թե խոստումները թե սպառնալիքները թե սրբությունները թե բادرակները թե քահանաները ամեն ինչը սիրելիներ թերի էին մարմնավոր էին որովհետեւ հետեւաբար դգար էին երկրավոր էին թեև անոնց վախճանը հոգևոր էր Բողոս Արաքյալը Եբրայեցիներուն նամակի 7-րդ գլխու 18 եւ 19 համարներու մեջ հետեւյալը գսե Բացահայտ է թե նախքին բադվիրանը մեկթի գտրվի
անզոր եւ անօգուտ լալուն համար, որովհետեւ օրենքը չգրծավ ովևէ բան գադարելության հասնել, եւ հիմա մեզի դրվեցավ ավելի լավ հույսը, որով Աստուծո գմոդենանք։ Եվ ինչն է այդ լավ հույսը, սիրելներ, այդ լավ հույսը Հիսուս Քրիստոսն է, որովհետեւ այնինչ որ օրենքը չգրծավ վրել, Քրիստոս ինքն իր ցանկը մեզի համար դալով։ Հին օրենքը դգար էր նաեւ հաշտարարության մեջ, այսինքն քահանաներու բարեխոսությունը, քահանաներու աղոթքները, միջնորդությունը դգար էր, ուստի անոնց աղոթական մաղթանքներու խոսքերն ալ դգար էին թերի էին։ Հին օրենքը անգադարության մասին երկար գխոսի, հին օրենքի անգադարության մասին երկար գխոսի Պողոս Արաքյալը, հատկապես սիրելներ, եթե գարտակ Եբրայեցիներու նամակի 7, 8 եւ 9 գլուխները, անպայման արիթ ստեղծեցեք եւ գարտացեք այդ գլուխները, պիտի տեսնեք, որ Արաքյալը ցույց կտա թե ինչպես անգադար էր հին օրենքը եւ սակայն մեր նոր քահանայապետը, այսին հավիտենական քահանայապետը Քրիստոս եկավ եւ այդ բոլոր թերությունները իր կյանքով ուրեմն ամբողջացուց։ Իսկ երկրորդ Կորինթացիներու նամակի մեջ, 3-րդ գլխու 7-11 համարներու մեջ հետեւյալը գսե Պողոս Արաքյալ. Երբ օրենքը քիրերով գտրոշմվեր քարեղեն դախտակներուն վրա, Աստուծո փառքը հայտնվեցավ եւ Մովսեսի թեմքը այնպիսի փայլքով մը գփայլեր, որ իսրայելացիները չգրցան անոր երեսին նայել, թեպետ այդ փայլքը շուտով պիտի անցներ։ Ուրեմն երբ Մովսես մարգարեն Սինալեր բարձացավ եւ Աստուծմե օրենքը ստացավ, եւ որ Սինալերեն վար իջավ Մովսեսի թեմքը լուսավոր գփայլեր, ժողովուրդը չէր գնար նայել Մովսեսի երեսին։ Խնդրեցին, որ Մովսես իր երեսը ծածկեր եւ իսկապես Մովսես իր երեսը ծածկեց, ուրեմն քողով, շղարշով, բայց այդ փայլքը ժամանակավոր էր։ Հիմա Պողոս Արաքյալը շարունակի եւ գսե. «Արդ, եթե օրենքը, որ մահվան առաջնորդ էր, այդպիսի փառքով մը դրվեցավ, որքան ավելի փառավոր պիտի լար Սուրբ Հոգին դվչությունը։ Արտարև, եթե թադաբարդություն փերող օրենքին մատակարարումը փառավոր էր, իր փառավորությամբ կերազանց է մատակարարումը Սուրբ Հոգին, որ մարդիկ գարտարացնե։ Գրնանք այս բարակային ասել, որ հոգի օրենքին կերազանց փառավորության հետ համեմատած քրավոր օրենքին փառքը ոչինչ է։ Եվ իրապես, եթե ժամանակավորը փառավորությամբ դրվեցավ, որքան ավելի փառավոր է մնայունը։ Սիրելիներ, հավասիկ ցույց կտա Սուրբ Հոգին զորությունը օրենքին դիմաց։ Եթե օրենքը, որ Մովսեսի դրվեցավ, այդքան փառավոր էր, ապա Սուրբ Հոգին, որ մեզի դրվեցավ, որքան ավելի փառավոր ու մնայուն է։ Ահա ադոր համար գսվի, որ հին օրենքը դգար է, թերի է, բայց Քրիստոսով շնորհքը, Սուրբ Հոգին միջնորդությունը մեր կյանքի մեջ, ներկայությունը մնայուն է։ Եվ ինչպես ասի, հիմա այս կեվերջը, այս ուրեմն հաջորդ հատվածի մեջ Սուրբ Նարեկացին գսկսի խոսիլ Մանասե թագավորի մասին, անոր օրինակը գբերե, ցույց տալու համար, որ թեև հին օրենքը ուրեմն թերի էր, սակայն նաև հույսեր եւ արդարացուց անիգա ինչը Մանասե թագավորը եւ որ Մանասե թագավոր զղջաց ետ դարձավ հին օրենքին։ Հիմա պիտի տեսնենք որքան մեծ մեղքեր կործեց եւ հետեւաբար սիրելներ Դեր Հիսուս Քրիստոսով դրված շնորհքը շատ ավելի մեծ է, քան հին օրենքը։ Ինչ կսե Հովանես Ավետարանիչ առաջին գլխու 17-րդ համարի մեջ, գսե որ օրենքն ու մարգարեները Մովսեսի ցերկով դրվեցան, սակայն շնորհքը Քրիստոսի։ Եվ Հիսուսը ինքը գադարում նորինած եւ մարգարեից էր։ Ինքն էր որ ամբողջ օրենքը գադարեց եւ մեզի շնորհք տվավ, ճշմարտությունը տվավ։ Եթե անգադար եղող հին օրենքը գրծավ թողություն տալ սիրելիներ Մանասե թագավորին, որ ահավոր մեղքեր կործած էր, հաբա Քրիստոսով մեզի դրված շնորհքը տեսեք թե ինչպիսի թողություն կտա մեր բոլոր մեղքերուն եւ ոչ միայն թողություն կտա, այլ Քրիստոսով մեզի դրված շնորհքը մեզ կսրբացնե, մեզ գարթարացնե, մեզ Աստուծո որդի կդարձնե։ Եվ ահա այդ է նոր օրենքին զորությունը մեր կյանքի մեջ։ Ես կուզեմ այստեղ սիրելիներ ցեզի ընթերցել ուրեմն Եբրայեցիներու նամակի 10-րդ գլխու 1-10 համարները։ Տեսեք Պողոս Արաքյալ խոսելով
միակ փրկարար զոհի մասին գսե։ Մովսիսական օրենքը բարձաբես քալիք նոր գարկերուն շուքը, այսինքն մոդավոր նմանությունը միայն կներկայացնե եւ ոչ թե անոր հարազատ պատկերը։ Շուքն էր Մովսեսի օրենքը։ Այդ բաժարով նույն զոհերը 5 դագարանի զոհերը, որոնք կզոհվեին, կմորթվեին, դարվե դարի շարունակ կմատուցվին, որովհետև չեն գտնար գադարերության հասնել այդ զոհերով Աստուծո մոդիկ եկողները։ Եթե արտարև ի վիճակի լայն պաշտամունքը մատուցանողներու մեղքերը սրբելու, սրբված այդ մարտիկը այլևս մեղքերու խղճահարությունը պիտի չունենային եւ զոհերն ալ պիտի թատրեին։ Մինչդեռ դարվի մատուցող այդ զոհերը բարձաբես կծարային մարդոց մեղքերը իրենց հիշեցնելու, որովհետև ցուլերու եւ նոխազներու արյունը փնավ չի գտնար մեղքերը չնչել։ Ահա թե ինչու Քրիստոս իր աշխարհ կալուն գաբակ ծապար գսե Աստծո. զոհ եւ անձա չգամեցար, այլ մարմիմը պատրաստեցիր տուն ինձի, ողջագեզներ տուն ճուզեցիր, ոչ ալ զոհեր մեղքի համար մատուցված։ Ուստի էսի ահա գուկամ, ճիշտ ինչպես որ օրենքներու քիրքի մեջ ինձ համար կրված է, որբեսի քուգամ կդկադարեմ ով Աստված։ Սկիզբը գսե զոհ եւ անձա չգամեցար, ողջագեզներ տուն ճուզեցիր, ոչ ալ զոհեր մեղքի համար մատուցված։ Հագարականոր որ օրենքը ինքը բահանջեր այդ զոհերը մատուցանել, ապագավելցնե ահա գուկամ, որբեսի քուգամ կդկադարեմ ով Աստված։ Ինչ որ կնշանակե թե Աստված բոլոր նախկին զոհերը գվերցնե եւ անոնց տեղ Քրիստոսի զոհը գհաստատե։ Եվ որովհետև Հիսուս Քրիստոս Աստծո գամքը կդարեց իր մարմնին անգրկների զոհակորձումովը մենք սրբվեցանք մեր մեղքերեն։ Ահա գտեստեք սիրելներ թե ինչպես հին ուրեմն օրենքը թերի էր, բայց Քրիստոս եկավ եւ իր կյանքը նվիրեց մեզի եւ Քրիստոսի զոհակորձումը հավիտենական է, մնայուն է։ Այլևս մենք ուրիշ զոհեր չենք մատուցաներ, որովհետև Քրիստոս ինքն է հավիտենական զոհը։ Հաջորդ հատվածը կթարգմանեմ, գսեն արեգացին։ Այս բանը անարարգելիորեն գվգայե այնքան աններելի մեղքերը յետք Մանասեի փրկությունը, ան որ արդարներու արյունով լեցուց մեծ տակավորին նվիրված ճկնաղ հայրենի քաղաքը, ըստ Մարգարեին կրած անսուտ պատմության, որ Մարգարեներեն մեծակույնին բազմերախտ խնամքով պաշտպանածին, նախնիկներեն գառուցված հարգին դեսուչին, իր թաստիարագին եւ ազգականին մահվան կորձիկով սղոցլով երկու մասերու բաժնեց, դժնթակ դանչանքներով, խոշտանկելով զայն, իբրև ապստամբամիտ գրելով հույսի փրկանակը։ Սիրելներ, այստեղ Սուրբ Նարեգացին կսկսի Մանասե թագավորի ուրեմն հանցանքներու մասի խոսիլ, ուզելով ցույց տալ թե ինչպես Մանասեն հագարակ որ բազմաթիվ ահավոր մեղքեր գործեց, շատ ահավոր, սակայն քանի որ Աստուծո դարձավ հին օրենքին դարձավ, այդ ժամանակ Աստված ինք արդարացուց։ Ուրեմն այստեղ սիրելներ կհաստատե Սուրբ Նարեգացին, որ Մանասեի անթիվ մեղքերու ներվիլը եւ անոր փրկվիլը անարարգելի հաստատումն է այն փրկության, որով Մանասե թագավոր արժանացավ երբ զղջաց իր ռածներուն համար։ Թեև անոր կործած մեղքերը իսկապես որ հուժ շատ էին եւ աններելի էին, սակայն սիրելներ Աստված ներեց եւ դեսավ զղջումը Մանասե թագավորին։ Ինչ ըրավ Մանասեն։ Այստեղ գսե ուրեմն Սուրբ Գրիգոր Նարեգացին գսկսի պատմել։ Դավիթ մեծ թագավորին գառուցած ճկնաղ Երուսաղեմ քաղաքը արյունով լեցուց, ամբողջությամբ արյունով լեցուց։ Նախ ինչնելով, նախ սիրելներ իր զավակը, իր զավակները եւ նաեւ եբրայեցներուն զավակները գուրքերուն զոհելով, գրագի անցնելով, հետևաբար անմեղ արյուն թափեց Մանասե թագավորը Երուսաղեմի մեջ եւ դժբախտաբար Երուսաղեմ արյունով լեցվեցավ։ Եվ այս մասին սիրելներ գրնակ կարդալ Մանասեի մեղքերու մասին գրնակ կարդալ թե 4-րդ թագավորաց գրքի 21-րդ գլխում մեջ եւ թե նաեւ երկրորդ մնացորդած 5 դագարանի 30-րդ գլխում մեջ։ Մանասե թագավորը եւ Հութայի ցեղի մարտիկը շատ անմեղ արյուն թափեցին, երբ որ իսկապես այդ մանուկները զոհեցին չաստվածներու գուրքերուն։ Եվ ոչ միայն ադիգա Մանասե թագավորը սիրելներ նաև
մարգարեները սպանեց ու մանավանդ մարգարեներու մեծակույնին Եսայի մարգարեին ամենք դա լսած եք Եսայի մարգարեի մասին իր քիրքը կա 5 դագարանի մեջ գիտեք ով եղած է Եսայի մարգարեն Եսայի մարգարեն սիրելիներ ամենամեծ մարգարեն էր Աստուծո խոսնակն էր եւ զարմանալին այն էր որ Մանասե թագավորին ուսուցիչը եղած է զինք գրտողը եղած է Մանասե թագավորին հորը խորտագից եղած է բալադին մեջ եղած է Աստուծո խոսնակ եղած է եւ ինչ էր Մանասե թագավոր իր զինք գրտողին Եսայի մարգարեին իր մարմինը երկու սյուներեն գաբեց եւ մեջտեղեն զինք սղոցեց գդրեց երկու մասի բաժնեց այդպիսի ահավոր մարդ եղած է Մանասե թագավոր Եսայի մարգարեին սղոցեց մեջտեղեն երկուքի բաժնեց եւ անոր ամմեղ արյունը թափեց Երուսաղեմի մեջ հագարակ անոր որ ուրեմն եւ այսպես ընելով Մանասե թագավոր իր փրկանակը նշանակե ան որ իր փրկության հենարանն էր սպանեց որովհետեւ Եսայի մարգարեն հաջող գսանցեր Մանասե թագավորը որ սխալներ չկործեր սխալ արարքներու չերտար բայց այդ իր փրկության միակ հույսը եղող Եսային սպանեց Մանասեն իր փրկանակը սպանեց եւ Մանասե թագավոր ինչպես փրկվեցավ սիրելներ ինչպես ներվեցան անոր մեղքերը հին օրենքին զոհերով իրեն համար զոհեր մատուցելով ոչ այլ զղջումով ապաշխարությամբ արցունք տապելով իր մասին գարտացեք սիրելներ իր զղջումի մասին երկրորդ մնացորդած գրքի 30-րդ գլխու 11-ին 16 համարները կտեսնենք այնտեղ թե ինչպես բաբելացիները բաբելոնի զորավարները եկան թագավորին զորավարները եւ ցերպակալեցին զինք ցերկերն ու ոտքերը գաբեցին եւ զինք բաբելոն դարին քերևարեցին եւ այնտեղ Մանասե թագավոր խոնարեցավ Աստուծո դիմաց զղջաց սրդանց իր ըրածներուն համար լացավ եւ Աստված ընդունեց անոր զղջումը եւ դերը Աստված զինքիդ վերադարձուց Երուսաղեմ այդ ժամանակ Մանասե թագավոր ինչ որ բարձր բլուրներու վրա չաստվածներու համար գուրքեր ուրեմն սարկածեր բոլորը քամթել դվավ եւ զաստված ճաշտեց ու բարդատրեց որ իդ ժողովուրդը Աստուծո դառնար ահա այսպիսի զղջումով քրած է Մանասե թագավորը ուրեմն ամենագալ Աստված ներեին մեղքերս այդ հրճագավոր ապաշխարության աղոթքը ահա սիրելներ Մանասե թագավոր այս դգար հին օրենքով չէր որ փրկվեցավ այլ ապաշխարության անգերց արցունք տապելով եւ անշուշտ աղոթելով Աստուծո դառնալով եւ իր օրենքները կործատրելով մեծ է աղոթքի զորությունը մեծ է ապաշխարության զորությունը եթե մարդիկ ճշմարտապես Աստուծո դառնան պիտի փրկվին հաջորդ հատվածը կթարգմանեմ ուրեմն ոչ միայն արյուն թափեց ամմեղ արյուն թափեց Մանասե թագավոր Երուսաղեմի մեջ թե իր զավակներուն թե ժողովրդի զավակներուն թե նաև մանավանդ Եսայի մարգարեին այլ մանարեգացինսե ասոր վրա ուրիշ չար մոլեկնություն մնալ ավելցուց հանդգնեցավ բարձրալին թեմ քրեական վերնամարդության որովհետև երբեք չբադկարեցավ ստեղծողին բադիվն ու անունը իր բնագության համար սահմանված խորանեն մերժել ուստի հալածեց Աստուծոքին եւ Պելիարին անցը թավանեցավ ոչ միայն մարգարեներու ուրեմն արյունը թափեց ոչ միայն ամմեղ երեխաներու արյունը թափեց Մանասե թագավոր այլ ասոնց վրա նաև ավելցուց ավելի մոլեկին ավելի վատ մեղքը ինչ երավ քրեական մեղքը ավելցուց քրեական կնշանակի շատ ծանր բադիժի արժանի մեղքը երբ որ հանդգնեցավ համարցակեցավ բարձրալին թեմ վերնամարդության այսինքն աստվածամարդ դարձավ Աստուծո թեմ մարդնչեցավ եւ ինչ երավ Աստուծո հատկացվելիք բնակավայրը սիրելիներ
թարցուց դժբախտաբար սատանայի պաշտամունքին։ Տեսեք այստեղ նարեկացին գսե, ուրեմն երբեք չպատկարեցավ ըստեղծողին արարիչին բադիվն ու անունը իր բնակության համար սահմանված խորանեն մերժել։ Աստուծո անունը, որ Աստված ըսած էր Սողոմոնին, որ իմ անունս այս դաջարի մեջ պիտի հավիդյան։ Գարտացեք 4-րդ ուրեմն Թագավորաց գրքի 21-րդ գլխու 3-րդ համարը, նաև 6-րդ համարը, նույնպես ալ առաջին մնացորդած գրքի 30-րդ համարի 30-րդ գլխու 6-րդ համարը, այնտեղ Աստված կսե իմ անունս այստեղ պիտի լահավիդյան։ Ինչ ռավ այս Մանասե թագավորը Աստուծո անունը եւ Աստուծո սահմանված բնակության այդ դաջարի մեջ են դիրոջ անունը մերժեց, հալածեց Աստուծո հոգին։ Ինք Աստուծո հոգին ստացած էր իր օծման ժամանակ, չէ, թագավորները գոծվեին եւ այդ օծումը կխորտանշեր, որ Աստուծո հոգին կստանային։ Սիրելներ, ինք հալածեց իր մեջ են, դաջարին մեջ են եւ իր մեջ են, որտեղ մարդու մարմինն ալ Աստուծո բնակության Սուրբ հոգին դաջարն է, Սուրբ հոգին հալածեց եւ Սուրբ հոգին փոխարեն ինչ ռավ դաջարը որու նվիրեց Պելիարին, ով է Պելիարը, Շարժ Սատանան։ Տեսեք նարեկացին գսե եւ Պելիարին անցը թավանեցավ, այսինքն մերժեց ճշմարիտ Աստվածբաշտությունը եւ դարձավ սատանայաբաշտ։ Սատանայաբաշտ։ Սատանան թավանեցավ որպես իր դերը եւ Աստվածը։ Ինք որ Աստուծո հոգին իր մեջ կաբրեր, Աստուծո հոգին դուրս վդարեց եւ հրավիրեց, որ իր մեջ բնակություն հաստատե Սատանան, Պելիարը, Խապեփան, Սդախոսը։ Եվ այդպիսով մեղք կործեց։ Սիրելիներ, 3-րդ Թագավորաց գրքի 9-րդ գլխու 3-րդ համարի մեջ ալ Աստված գսեր Սողոմոնին. Իմ արջևս ըրած աղոթքդ եւ բաղադանքդ լսեցի եւ այս շինած դունդ սրբեցի, որբես իմ անունս հավիդյան հոն տնեմ եւ իմ աչքերս ու սիրտս միշտ հոն ըլլան, Մանասեն Աստուծո անունը հերացուց, Աստուծո բադիվն ալ հերացուց, դաջարեն եւ սատանային ծարայեց։ Հաջորդ դողը կթարգմանեմ, նարեկացին գսե դողերը։ Դիրական այն նույն դաջարը, որ սահմանված էր հաստատիչին խնգարգության համար, համայն աշխարհի հրճագավոր այդ հանդիսադեղին, օդար ասկերու սարսափ աստող այդ սրբարանը, ուր ռեշտագային դեսիլքներ եւ աստվածային ամենահաղթ պատկամներ լուսավոր հայտնությամբ կերևեին, այդ երկնանման ահարգու ու սկանչելադեսիլ վայրը Քևան անունով ինչ որ նախանցոտ ու 4 տեմքով գուրքի համար ավերակ անշեն ու քարշելի պաշտամունքի վայրի եւ ջենջոտ թևերու զոհարանի դարձուց։ Սիրելներ, Մանասե թագավորը բազմաթիվ չաստվածներու հեթանոս չաստվածներու համար փլուրներուն վրա, լերներուն վրա դաջարներ կամ գուրքեր սարքեց եւ անոնց խումբ ծխեց, այսինքն պաշտամունքի արարգա դարձուց, պաշտեց սանոնք եւ անիգա իր հորը հագարակ ըրավ, իր հայրը սիրելիներ Եզեկիան, Մանասեի թագավորի հայրը Եզեկիա թագավորը, ինք ինչ որ բարձր փլուրներու վրա իր նախնի թագավորները գառուցած էին գուրքեր, բոլորը քանթել տվավ, միակ Աստվածը բաշտել տվավ, իսկ իր որդին Մանասեն իր հորը հագարակ գործեց, իր հորը քանտած բոլոր գուրքերը ետ վերագանքնեց եւ սկսավ չաստվածներ բաշտել եւ Աստուծո ժողովրդին մեջ են վրընդված այդ ազգերուն քարշելի կորձերը գադարել սկսավ եւ դժբախտաբար Փահաղիմին, Աստարովտին, Փաղագին, ասոն չաստվածներ էին, անոնց համար գուրքեր գանքնել դվավ եւ այդ գուրքերը սիրելներ սկսան բաշտվել ժողովրդին կողմը։ 12 տարեկան էր, երբ որ
ինքը թակավոր եղավ Մանասեն եւ 57 տարի թակավորեց սիրելիներ 55 տարի թակավորեց ուրեմն Երուսաղեմի վրա եւ այդ ընթացքին վհուկներ փախտակուշակներ հմայողներ ամեն տեսակ բղծություններ գդարողներ փերավ իր զավակները Եբրայեցի ժողովրդին զավակները չաստվածներուն զոհեց ինչ բղծություն կար սիրելներ կործեց անպայման գարտացեք երկրորդ ուրեմն մնացորդած գրքի 30-րդ գլուխը եւ նաեւ 4-րդ թագավորաց 21-րդ գլուխը այնտեղ ընդհանուր գերբով գբատմվին այդ բաժներու մեջ թե ինչեր գդարեց Մանասե ինչ մեղքեր կործեց եւ թշպախտապար մոլորեցուց ժողովուրդը որբեսի ոչ թե ճշմարիտ Աստծո բաշտեն այլ բաշտեն թշպախտ չաստվածներու գուրկերուն եւ իսկապես որ Մանասեն իր արարքներով շատ խիստ բղձեց Աստուծո դաջարը որ սահմանված էր դիեզերքին հաստատողին այսինքն արարիչին խնգարգության եւ պաշտամունքին համար Աստուծո նվիրված Երուսաղեմի դաջարը սիրելներ այդ ժամանակ համայն աշխարհի մեջ հրճագավոր սրբադեղի էր հանդիսադեղի էր օդար ասկերուն սարսափ կպատճառեր այդ դաջարը որովհետև օդար ասկեր լսած էին որ Աստված այնտեղ դեսիլներով հրեշտակային դեսիլներով այնտեղ սիրելիներ ամենահաղթ պատկամներով դերը լուսավոր ցևով կներկայանար եւ պատկամներ կուտար իր ժողովրդին եւ հաղթանակներ կուտար հետեւաբար ազգերը ամբողջությամբ գվախնային իսկ ինչ էր Մանասեն սիրելներ Մանասե թագավորը թշպախտապար Աստուծո դաջարը վերածեց ջենջերոդ այսինքն բղձալից թևերու չար ոգիներու սրբադեղի բղձության վայրի նաև սիրելներ Քևան անունով 4 թեմք ունեցող ուրեմն Չաստուծո նախանցոտ Չաստուծո գուրք այնտեղ թրավ եւ ինչ որ Դանիել մարգարեն ասած էր որ ավերվածին բղձությունը դեղի պիտի ունենա իսկապես որ Աստուծո դունը բղձեց Մանասե թագավոր եւ քարշելի ահավոր կորձեր կատարեց ով էր Քևան այս Չաստվածը Աստվածաշունչի մեջ սիրելներ Քևան անունով Չաստուծո գուրքի անուն չկա բայց զանազան գարձիկներ կան այս Չաստուծո վերապերյալ ոմանք կսեն որ սիրելներ այս Քևանը ինքը բորնիկ հեթանոս գին մներ որ բոլոր կանանց մեջ աշխարհի բոլոր կանանց մեջ ամենեն զազրելի ամենեն բղձալի ամենեն աղդոտ գինը եղած է եւ այնքան այս գինը ճաշտված էր իր ողջության ժամանակ որ երբ սատկեցավ բաժվելով սատկեցավ Մանասե թագավորը այս բորնիկ գնոջ Քևանին արցանը շինել դվավ ցուլել դվավ եւ դաջարին 4 գոմերը դրավ որբեսի դաջար մտնողները չմոռնաք որ դաջարը սատանայի փույնի վերածած էր այլևս Մանասե թագավոր գուրքերու չաստվածներու պաշտամունքի վերածած էր հետեւաբար անոնք որոնք դաջար մտնեին 4 գոմերեն դեսնեին այս Քևան չաստվածուին ուրեմն արցանը գուրքը եւ անոր երգրբակեին այդ բորնիկ գնոջ արցանին երգրբակեին ուրիշներ գսե որ Քևան անունը եբրայերեն նույն Քիյուն անունն է զոր ուրեմն Ամոսի մարգարեության 5-րդ գլխու 26-րդ համարին մեջ գհիշվի հետեւաբար Քևան անունը եբրայերեն նույն Քիյուն անունն էր որ տշպախտապար Իսրայելի ազգը Աստուծո փոխարեն սկսավ ճաշտել Քիյուն Չաստվածը ճաշտել Տակավին ուրիշներ գսեն սիրելներ որ եբրայերեցիներուն այս Քիյուն գոչված գուրքը արաբացիներու եւ բարսիկներուն Քևան կամ Քիվան ուրեմն Չաստվածներ եւ անիգա ուրիշ մեկը չէր եթե ոչ Արուսիակ հրեշտակաբեդը այսինքն չար սատանան նաեւ գսեն որ անիգա Երևակ մոլորակներ այսինքն
այն ուրեմն երկնային դարը մարմինը սիրելիներ, որ հեթանոսները անոր արցանը սարկած էին եւ 4 աչքեր ուներ, 2 աչք արջևեն, 2 աչք ետևեն, ուներ 4 ցերկեր, 2 ալգանատ արջևեն եւ ետևեն, հետեւաբար այս Քևան Չաստվածը երբ իր աչքերը արջևի աչքերը փագեր, ետևի աչքերը բաց կմնային։ Ահա սիրելներ քարաթեմ ցևով կներկայացնեին։ Դակավին սիրելներ ուրիշներ գսեին, որ այս Քևանը երկնային աստղ մներ, որ Սուրբ Գիրքին մեջ 4-րդ թագավորաց գրքի 21-րդ գլխու 5-րդ համարի մեջ կգարտանք, որ օրինակ Մանասե թագավորը երկնային բոլոր դարերուն նմանությամբ չաստվածներ կանգնած էր։ Հետևաբար ասիգա աստղերեն մեկն էր, որ գուրքերեն մեկն էր, որ Մանասե թագավոր կանգնած էր, եւ վերջապես Տագավին ուրիշ մեկնիչներ գսեն, որ Քևանը սիրելիներ նախանցի գուրքներ եւ այստեղ narեգացին նախանցի գուրքը իշեզինք եւ այս մասին կգարտանք մենք Եզեկիելի մարգարեության 8-րդ գլխու 3-րդ համարի մեջ, որ հрьяաները անաբադի մեջ Երուսաղեմի դաջարի մեջ ներողություն Երուսաղեմի դաջարին մեջ սկսան նախանցի գուրքը բաշտել ճշմարիտ Աստվածը մեկում ցկելով։ Ահա գտեսնենք սիրելներ, որ ուրեմն Մանասե թագավոր բազմաթիվ չաստվածներու գուրքեր բաշտել դվավ դաջարի մեջ եւ այդպիսով բղձեց դաջարը։ Մենք կգարտանք եւ որ շարունակենք կարդալ 4-րդ թագավորաց գրքի 21-րդ գլուխեն անտին, գտեսնենք սիրելներ, որ երբ որ Մանասե թագավոր զղջաց եւ ետ դարձավ Աստուծո, թշպախտաբար իր վերջ եկող Հութայի թագավորները շարունակեցին նույն գուրքերը բաշտել։ Հագարականոր որ Մանասե փլել դվավ գուրքերը, հաջորդող թագավորները եւ ժողովուրդը նաեւ Իսրայելի ժողովուրդը դարձյալ այդ գուրքերը վերագանքնեցին եւ սկսան բաշտել զանոնք։ Այդպիսով բղձելով սուրբ դաջարը։ Հաջորդ ուրեմն քանի մտողերը կթարգմանեմ գսե նարեգացին։ Զրգեց երկնավոր արքան իր արքայական գայքեն, ունայնացուց ամենահարուստը իր ստացվածներեն։ Անանկիստ ու թափարական հրավ դանդերը, Պերզեպուղին բնակություն դարձուց եւ ահեղ անունը անգե վդարեց։ Աստված սիրելներ ինչպես ասի խոստացած էր Սողոմոնին, որ Հավիդյան իր անունը Երուսաղեմի դաջարի մեջ պիտի թներ։ Մանասե թագավոր դաջարի մեջ գուրքեր գանքնելով ինչ հրավ զրգեց երկնավոր արքան իր արքայական գայքեն, իր թագավորական նստավայրեն եւ փոխարենը դաջարը դարձուց թևերու փույնի։ Աստված որ ամենահարուստն էր, Մանասե թագավորը սիրելներ իր այս բիրծ արարքով ունայնացուց թադարգացուց դերը իր ստացվածքեն, խլելով դիրոջ տունը եւ զայն հատկացնելով չար գուրքերուն, չար թևերուն, սատանայի բաշտամունքին։ Անհանգիստ ու թափարական դարձուց դանդերը, Աստված որ դանդերն էր, թափարական դարձավ, որովհետև ինչ հրավ փոխարենը Մանասեն, Աստուծո փոխարեն Պերզեպուղը փերավ բնակություն հաստատեց։ Այսինքն Աստուծո դունը Պերզեպուղին դունի վերածեց։ Ով էր Պերզեպուղը սիրելիներ, երկու բառով անալ բացատրեմ։ Պերզեպուղը սիրելիներ Ագարոնի չաստվածներ եւ անիկա գոչվեր Փահաղ ջանջիկ չաստված։ Ինչու համար ջանջիկ գոչվեր, որովհետեւ Ագարոնի մեջ ուրեմն շատ ջանջեր գային, թունավոր ջանջեր գային, ագարոնացիները աղոթեցին, թիմեցին այս ջանջիկ չաստուծո, Փահաղ չաստուծո եւ այդ ջանջերը հերացուց իրենց մե, անոր համար զին կոչեցին Փահաղ ջանջիկ եւ անոր թեմքնար, անոր արցանը, որ ուրեմն քանտագած էին, ցուլած էին, անոր թեմքը ջանջիկ թեմք ուներ։ Անցյալին այդպես էին սիրներ հեթանոսները։ Այն չաստվածները, որոնք իրենց գազադեին օրինակ եզը, մուգը եւ այլն,
անոնց արցանները կգանքնեն եւ գամ այն չաստվածները, որոնք զիրեն կհարված էին, անոնց արցանները գանքնեին, որբեսի խնդրեին այդ չաստվածներին, որ այլևս իրենց չվնասեին։ Ահա այս պահաղ ջանջիգը սիրելիներ Պերզեպուկն էր Ագարոնի ուրեմն չաստվածը եւ հետաքրքրական է, որ 4-րդ թագավորաց կրկի մեջ անպայմանորեն գարտացեք առաջին գլուխը, գարտացեք 1-ին մինչև 17-18 համարները, այնտեղ Վոկոզիա թագավորին մասին, հрьяաներու թագավորի մասին կխոսվի։ Այնտեղ ինչ կնե Վոկոզիան, փոխանակ Աստուծո թիմելու, գելե այս պահաղ ջանջիգին գտիմե։ Եվ Եղիա մարգարեն երբ գիմանա, որ Վոկոզիա հрьяաներու թագավորը փոխանակ Աստուծո թիմելու այս ուրեմն պահաղ ջանջիկ չաստուծո թիմաձեր, լուր գղրգե որ բիդի մեռնիս եւ այդպես ալ գլա։ Հիշեցեք նաև սիրելներ Պերզեպուղ կամ պահաղ նույնն են սիրելներ, Պերզեպուղը նոր գդագարանի մեջ գհամարվեր փարիսեցներուն կողմէ ինչ թևերու իշխան։ Եվ որ գարտանք Մատթեոս Ավետարանի 13-րդ գլխու 24-րդ համարը փարիսեցիները մեղադրեցին Հիսուսը ասելու համար, որ Հիսուս այս հրաշքները որ գգադարեր թևերու իշխանին Պերզեպուղի զորությամբ։ Ահա Մանասե թագավորը սիրելիներ զաստված դաջարեն դուրս վդարեց, դուրս հանեց, այսին հալածեց զաստված, Աստուծո անունը դուրս դրավ եւ անոր փոխարեն Պերզեպուղը սկսավ պաշտել, այսինքն սատանան։ Այսօր ալ նույնն է, այսօր ալ մարդիկ սիրելիներ դբրոցներ են, զանազան վայրեր են, նույնիսկ եկեղեցիներ են, Աստուծո անունը գանեն եւ Պերզեպուղը կպաշտեն, իրենց թևերու իշխանը կպաշտեն։ Հաջորդ նախատասությունները կթարգմանեմ, նարեկացին գսե Քովյալին ավանտը քերի դարավ եւ ողբալի գերբով նվազեցուց բաժինը ողորմածին։ Քովյալը ով է? Աստված։ Աստված ինքը քովյալ է, օրտնյալ է եւ այն ինչ որ Աստուծո դան համար կանցեր գային եւ որ Մանասե թագավոր Փապելոն քերի դարվեցավ, այդ կանցերն ալ այնտեղ դարվեցան։ Կամ գարելի է այսպես ուրեմն թարգմանել կամ ուրեմն բացատրել, որ ինքը Մանասեն ձախեց Աստուծո դաջարին նվիրված կանցերը եւ անով գուրքեր սարքեց, գուրքեր ցուլել դվավ։ Աստուծո դաջարին անոթները, աբրանքները, արարգաները ցուլել դվավ եւ անոնցմով գուրք սարքել դվավ։ Այսպիսի ահավոր մեղքերու մեջ ընկավ։ Նաեւ այստեղ գսե Սուբնարեգացին, որ Մանասե թագավոր ողբալիորեն նվազեցուց ողորմած Աստուծո բաժինը, այսինքն այնինչ որ պետք էր Աստուծո նվիրեր, այնինչ որ պետք է Աստուծո հատկացներ եւ քահանաներուն հատկացներ, ինքը հատկացուց չար սատանային եւ Աստուծո անունը հալածեց Իսրայելի մեջ են, բարդատրելով մարդոց, որ գրաբաշխություն գադարեն, որովհետև Աստուծո բաժինը ինչն էր, իր ժողովուրդն էր։ Ահա Մանասեն հերացնելով ժողովուրդը Աստուծմե, զրկեց Աստված իր ունեցած բաժինեն։ Հաջորդ քանի մտողերը հարեգացին գսե լույսի սրահը փոքրիկ աղվեսի աբարանք դարձուց, իսկ անոր որ դերն է ամեն բանի, ոչ իսկ դաղավարը թողուց գլուխը տնելու համար։ Աղվեսը սելով Սուբնարեգացին այստեղ կհասկնա սատանան։ Այո, սիրելներ, սատանան Մանասե թագավոր սատանային դեղ դվավ Աստուծո դաջարին մեջ։ Ադորամար գսե լույսի սրահը ուրգե լույսը գելեր, ուրգե Աստված գջարակայթեր, փոքրիկ աղվեսի աբարանք դարձուց։ Փոքրիկ աղվես, այսինքն խորամանկ սատանային բալադի վերածեց Աստուծո դունը, հալածեց Աստուծո դունը։ Դեր Հիսուս ալ սիրելներ նույն այս խոսքը գրտնեց եւ որսավ, որ աղվեսները ворջ ունին, թրջունները փույն, բայց մարդու որդին գլուխը տնելիք դեղ չունի։ Ահա այստեղ նարեգացին գսե, իսկ անոր որ դերն է ամեն բանի, արարիչը այսինքն, ոչ իսկ դաղավարը թողուց գլուխը տնելու համար։
Մանասե թագավորը նույնիսկ Աստուծո համար դեղ չհատկացուց, ճշմարիտ Աստուծո համար դեղ չհատկացուց, ուրիշ աստվածներու համար դեղ դվավ դաջարի մեջ, բայց ճշմարիտ Աստուծո համար նույնիսկ դեղ չթողեց որ մնա։ Սիրելներ հոգևոր իմաստով ալ հավատացյալը եւ որ մեղքեր գործե իր մեջ են հալածած կլազ Աստված, իր մեջ են հանած կլազ Աստված, չի ցկեր որ Աստված իր սրտին, իր հոգին մեջ դեղ ունենա, ընդհանրակը դեղ դված կլա որու սատանային։ Մտածենք մենք, որու դեղ գուտանք մեր հոգին, մեր սրտի մեջ, Քրիստոսի, Աստուծո, թե ոչ սատանային։ Հաջորդ ուրեմն քանի մտողերը նարեկացին գսե, քամթեց հզորին ցանգը եւ փախտահամաներու հատկացուց արյան սրսկումի մեծախորուրդ սեղանը։ Հզորին ցանգը, ցանգ կնշանակի այս պարակային օրենքը, հզորը Աստված է։ Մանասե թագավորը սիրելներ խորդագեց, քանթեց Աստուծո օրենքը, այլ խոսքով բադվիրանազանց եղավ։ Եվ այն սուրբ սեղանը, որուն վրա զոհեր գմադուցան էին Աստուծո համար, այդ սուրբ սեղանը հատկացուց որու չար թևերու, տեսեք կսե այստեղ, քանթեց հզորին ցանգը եւ փախտահամաներու, փախտնայողներու հատկացուց արյան սրսկումի մեծախորուրդ սեղանը։ Ինչպես ասիցեզի, դարտացեք 4-րդ թագավորաց 21-րդ գլուխ եւ 2-րդ օրինաց գրքի 30-րդ գլուխ, այնտեղ պիտի տեսնեք, որ Մանասե թագավորը սիրելներ ոչ միայն ուրեմն իր երեխաները գրագի անցուց զոհեց այդ արյան սեղանին վրա, որ ոչխարներ կզոհվեին Աստուծո պաշտամունքի համար, ինք զոհեց իր զավակները, այլ նաև վհուկներ, ուրեմն փախտնայողներ, հմայողներ, թութողներ, ամեն այսպիսի վհուկներ բերավ։ Այն ինչ որ Աստված արգելած էր հին օրենքի մեջ, օրինակ երկրորդ ումն օրինաց գրքի մեջ 5 դագարանի 18-րդ գլխու 10-րդ համարի մեջ Աստված ըսած էր, որ երբ որ երթակ խոստացված երկիր այդտեղի ժողովուրդներուն նման ծեր զավակները գրագե մի անցնեք, մողոքի չաստուծույն մի նվիրեք, որ վհուկ, փախտնայող, հմայող մի բերեք։ Ահա սիրելներ, այս բոլոր օրենքին ճիշտ հագարակը կործեց Մանասե թագավոր։ Ադորամար գսե քանթեց հզորին ցանգը, այսինքն օրենքը, օրինազանց գտնվելով։ Հաջորդ դողերը եւ գավարդեմ սիրելներ նարեկացին գսե վերջին դողերը գտարկմանեմ լայնցուց քայթակության ջամպեն ընթացողներուն արահեդը ինքը դառնալով սադակման հոդի գորստյան հովիվ մոլորության փուրն վարտաբեդ թեև ինք լավ գիտեր գրոնի օրենքները իրեն հայր ունենալով մեծն Եզեգյան Դավիթի նմանագիծը այնպես չէր որ սիրելներ Մանասե թագավորը Աստուծո օրենքները չէր գիտեր ընդհակառակը Մանասե թագավորը Աստուծո օրենքները շատ լավ գիտեր ինչու նախ հիշենք ով եղած էր իր դաստիարակը եղած էր մեծ մարգարեն Եսայան Եսայի մարգարեն սիրելներ իր դաստիարակն էր հետևաբար Աստուծո օրենքը փոքր տարիքեն սորված էր բայց ինք ըսպամնեց Եսայի մարգարեն սղոցերով երկուքի բաժնելով նաև սիրելներ իր հայրը Եզեգյան հավատացյալ մարդ եղած էր Եզեգյան բարեբաշտ մարդ եղած էր Դավիթի նմանագից եղած էր Դավիթի նման էր ինչպես որ Դավիթ բարեբաշտ մարդ էր Աստուծո մեկ երկյուղ ուներ այդպես ալ Եզեգյան Մանասեի հայրը սիրելներ բոլոր բարձր դերերուն վրայի ինչպես ասի քամտած էր գուրքերը ինքը սիրելներ ճիշտ հագարակը հրավ Ետ գուրքերը գանտեցուց լայնցուց քայթակության ջամփուն մեջ են ընթացողներուն արահեդը ջամփան լայնցուց մարդիկ սկսան ավելի երթալ մեղքերու մեջ փուրն գերբով փուրն վարտաբեդ եղավ փուրն կնշանակե սիրելներ սաստիկ այսինքն որպես թագավոր ինք բարդատրեց ժողովրդին սաստիկ կերպով որ չաստվածները բաշտեն հերանան ճշմարիտ Աստված բաշտութենեն եւ չաստվածներ բաշտեն եւ այդպիսով ինք դարձավ գորստյան հոդին գորսվելու խումբին ժողովրդին մոլորեցնող եւ
գործվող հովիվը։ Ինք փոխանակ ժողովուրդը առաջնորդելու թեպի ճշմարիտ աստվածաշտություն, քանի որ թակավորներ, ընդհանրակը ժողովուրդը առաջնորդեց քայտակության եւ գորուստի։ Եվ այդպիսով սիրելներ դժբախտաբար թուրփացավ ավելի մեծ քայտակությանց եւ մարդիկ հերանալով Աստուծմե ինգան ահավոր մեղքերու մեջ։ Իսկապես որ Մանասե թագավորին կործած մեղքերը ավելի մեծ եղան, քան հեթանոս թագավորներունը։ Ինչու՞։ Որովհետև հեթանոս թագավորները սիրելներ, եւ որ գուրքեր կբաշտեին, ճշմարիտ Աստվածը չէին ճանչնար։ Աստուծո օրենքները չէին գիտեր։ Հետևաբար կկործեին իրենց բնական ենթադրածով։ Մինչդեռ Մանասե թագավոր Աստուծո օրենքները շատ լավ գիտեր։ Եվ Աստուծո օրենքները գիտնալով հանդերձ ինքը սիրելներ մոլորեցնող մի եղավ։ Մոլորեցավ եւ մոլորեցուց ժողովուրդը եւ դարձավ գորստյան հոդին գորուսիչ հովիվը։ Հագարականոր որ ինչպես ասի թաստյարակ ուներ մարգարե Եսային, հայր ուներ Եզեքյան, որ նմանագներ Դավիթին, անոնց բոլոր խոսքերեն հերացավ եւ մեղքերու մեջ ընկավ։ Հաջորդ շաբաթ սիրելներ, երբ 5-րդ եւ վերջին հատվածը մասը կսերդենք այս գլխուն, այնտեղ Սուրբ Նարեկացին պիտի շարունակե ցույց տալ Մանասեի մեղքերը, սակայն նաեւ ապաշխարությունը։ Սիրելի քույրեր, եղբայրներ, Սուրբ Նարեկացին Մանասեի օրինակը այստեղ գշեշտե, ուրեմն գուտա բարձ այն բաժարով, որ ցույց տա մեր բոլորին, որ որքանալ մեր մեղքերը մեծ եղածլան, եթե 5 գդագարանի մեջ եւ դակավին Քրիստոս չեր եկած աշխարհ եւ իր արունը չեր տապած, սակայն եթե Մանասե այդքան մեղքերուն, այդքան կործած մեղքերուն դիմաց երբ աղոթեց Աստուծո զղջաց, ապաշխարեց եւ Աստվածներեց, հիմա որ մենք մերզի համար Հիսուս Քրիստոս ունենք, որ իր կյանքը տվավ, իր արունը տապեց մեր մեղքերու թողության համար, որքան ավելի շնորհքի գարժանանք, երբ որ Քրիստոսի անունով իրեն թիմենք եւ Քրիստոսի արունով մենք սիրելներ փրկություն կստանանք։ Հետևաբար եկեք խոնարեցնենք մեր անձը, զղջանք սրտանց մեր կործած բոլոր մեղքերը եւ Տիրոջ դիմելով ասենք. ներե մեզի Տեր, մեղավոր ենք, ներե իմ մեղքերս, որովհետև անօրենություն կործեցի եւ քո սիրտը ցավցուցի։ Զորացուր ինձ Տեր, որ մեղքը ջզմեմ եւ քեզ ուրախացնեմ։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օրցեր բոլորին։